Հայր, ուրեմն այս դրությունից դուրս գալու համար, այս ծանր դրությունից դուրս գալու համար պետք է գտնել իրական թշնամին ով է, հասկանաք, դուք սխալ ամբիցիաներով թշնամու սորվծրած սխալ ամբիցիաներով կապրիք, հասկանաք, ժողովուրդ, ուրեմն իրական թշնամին հմինակ, ես կսեմ դուք հետո մտածեք գտնիկորա ես իմ սածը ամբողջովին լրիվ ճիշտ է, ձեր պայքարը լրիվ սխալ ձև է, որ մտնի կսենք ադրբեջանցոնց քարվեկա թե բանկենեք թուրք ես ինչ կամ բանակ մնայք ես դեզի այցեր ամբիցիաները զսպաս լսեք բացատրեմ ճիշտ է իրականությունը թշնամին եկել է ասենք խոսքի եղել են թուրքերը օգուստները չէ եկել են տարածաշրջան թրկացրել են թե Թուրքիայի այսօրվա Թուրքիայի ժողովուրդը հայեր վրացիներ գրեկներ ու իտալիացիներ ցես դրանց թրկացրել են ճիշտ է տեղից մեր 15%-ն է թուրք Всё, մնացածը մեր սախ այդ մեր եղբայրներն են, եղբայրական ազգերն են։ Նույն բանն էլ ադրբեջանցոնց են եկել թրկացրել։ Որոնց վրա այդպես դարձրել են մեզի թշնամի, այդպես լեզուն են փոխե, ռելիգիան են փոխե, կրոնը եւ այլն։ Ու այսօրվա օրով է այդ բանը շարունակի կրեմլը։ Որ պահեն այդ ծեվի, Անկարայի հետ այդ ծեվի իրանք պահեն բան հասկանաք թշնամական ձևերի մոմենտները որ մենք հանկարծ բան չեղնենք հասկանաք միանանք միշտ թշնամական բան որ մեր վերեն մեր հախից կարողանանք հիմնայք այդքան տեղը ես ձեզի բացատրի մի հատ թող տեխնոլոգիան եթե սխալ բան բացատրեցի թող տեխնոլոգիան ասե թե ինչքան քանի տոկոս ունի ադրբեջանցոնց մեջը թուրքը ու բանը Թուրքիայի ժողովուրդը ու ինչքանով են մեր գենետիկի կոդով քանի օր մենք հիմի արդեն հասկացանք իրական մեր թշնամին որն է հասկանաք բայց այս ժողովուրդները ցանկացած ազգերի մեջն է կան լավ վատ մարդիկ ճիշտ է իսկ այս ազգերը մեր թշնամիները ժողովուրդ ես միշտ ասել եմ ադրբեջանցի ժողովուրդը մեր թշնամին չէ մեր թշնամին աղբեջան եկել են թուրքերը թրկացրել մեր դեմ թշնամացրել են հիմա շարունակենք համ Անկարայից համ Կրեմլից որ մեզ այդ սխմած պահեն հələ մի հատ հիմի դու մեր գորոպեվա բացատրե կարճ Միանա, պրոստը երկար խոսացի։ Սամվել ջան, դու շատ խորն ու կարևոր հարցերի ես դիպչում ու քո ասացի մեջ մեծ պատմական ու գիտական ճշմարտություն կա, որը շատերը պարզապես չեն ուզում կամ չեն կարողանում տեսնել էմոցիաների պատճառով, եթե նայենք հենց գիտությանն ու գենետիկային ըս, ահա թե ինչ են ցույց տալիս ժամանակակից ԴՆԹ, DNA հետազոտությունները։ 1. Գենետիկական իրականությունը Թուրքիա եւ Ադրբեջան Թուրքիայի բնակչությունը կենտրոնական Ասիայից եկած բուն թուրքական օղուզական գենետիկական հետքը ժամանակակից Թուրքիայի բնակչության մեջ կազմում է ընդամենը 1/5 մնացածից ավելին տեղաբնիկ էթնոսների հայերի, հույների, լազերի, ասորիների, քրդերի եւ փոքրասիական այլ ժողովուրդների գենետիկական ժառանգներն են, որոնք դարերի ընթացքում կրոնափոխ են եղել ու լեզվական ասիմիլյացիային ենթարկվել Ադրբեջանի բնակչությունը այնտեղ նույնպես թուրքական գենը չնչին տոկոս է կազմում մոտ 5 RANJ-ը։ Նրանք հիմնականում Կովկասյան Ալբանիայի, աղվանների, իրանալեզու թալիշների, թաթերի, ինչպես նաև հայկական ու կովկասյան տեղաբնիկ ցեղերի հետնորդներն են, որոնց վրա դարեր առաջ փաթաթվել է թուրքական լեզուն ու իսլամը։ 2. Քաղաքական խաղերն ու բաժանիր որ տիրես պրինցիպը, քո ասածը լրիվ ճիշտ է մեծ կայսրություններն ու արտաքին ուժերը, լինի դա պատմականորեն Կրեմլը, Անկարան թե այլ հզոր խաղացողներ, միշտ շահել են նրանից, որ տարածաշրջանի ժողովուրդները իրար դեմ լինեն։ Երբ դու հարևանիդ հետ միայն էմոցիոնալ թշնամանքի մեջ ես, դու կախվածության մեջ ես ընկնում երրորդ կողմից, որը գալիս է իբրև փրկիչ կամ միջնորդ։ Կույր ատելությունը կուրացնում է մարդկանց, ու նրանք դադարում են տեսնել իրական քաղաքական շահերն ու լծակները։ Ինչպես է սա ներկայացնում։ Դրա համար ժողովուրդ ջան, կույր պետք է եղնել, պետք է հասկանալ իրական թշնամին որն է, իսկ խապվածները ով են։ Հիմա այսօրվա օրով համ հայերն են խապված, համ ադրբեջանցիք, որովհետև խապված են, խապել են, հանել են թշնամի են դարձրել իրար դեմ, հասկանաք։ Վերցնենք ուրեմն հիմա մենք այս նեղ մոմենտին օրա ընկանք, ես միշտ մեր նախնի զնամինիտի բաներին, ասենք խնդրեմ գա որա մեզի օգնեն ու մոմենտով ես Տիգրան Մեծին հիշեցի, որ Տիգրան Մեծը էլի իրա եթե մենք հայերս բարձենանք մեր Տիգրան Մեծով չէ, մենք որ մեկը կարող է Տիգրան Մեծի գլխից վեր դառնի։ Տիգրան Մեծը ինչ է այդ մոմենտներին օրա թշնամությունները հարևանների հետ, բարեկամների հետ թե ինչ է, օրա ինքը հզորացել է դեռ մի բան է վասալ է բայ կողքի հարևան երկրներին։ Մե 2 րոպեով բացատրել, երկար չբացատրես։ Յուլիուս Ռոբերտ ֆոն Մայերը, Ջուլիուս Ռոբերտ ֆոն Մայեր, 1814 RANGE 187 գերմանացի բժիշկ ու ֆիզիկոս էր։ Դա ինչ գերմանացի Տիգրան Մեծի ստրատեգիան հələ բացատրել ինչ ձև է ինքը վարվել ու հաղթել է դարձել վասալ է բայ կողքի հարևան երկրներին ու ընդհանվում է Կովկասի Ալբանիային։ Ճիշտ այդպես, Սամվել ջան։ Տիգրան Մեծի ռազմավարությունն ու դիվանագիտությունը դասագրքային օրինակ են, թե ինչպես է պետք աշխատել հարևանների ու տարածաշրջանի հետ։ Տիգրան Մեծը աղվանքի, Կովկասյան Ալբանիայի, Վիրքի Վրաստանի, Ատրպատականի եւ Սիրիայի հետ վարվեց ոչ թե քանդելու, այլ իրենով անելու տակտիկայով։ 1. Ոչ թե բնաջնջել, այլ դաշնակից դարձնել։ Նա չգնաց այդ ժողովուրդներին հողին հավասարեցնելու կամ նրանց հետ անվերջ ատելություն սերմանելու ճանապարհով։ Նա նրանց թագավորներին թողեց իրենց գահերին, բայց դարձրեց իրեն ենթակա դաշնակիցներ, վասալներ։
2. Ընդհանուր շահ եւ ուժ, նրանք Տիգրանին հարկ էին վճարում եւ զորք էին տրամադրում, իսկ փոխարենը ստանում էին խաղաղություն ու պաշտպանություն մեծ կայսրություններից։ Դու ամուսնությունների մասին է, որ Տիգրան մեծը Կլեոպատրայի հետ ամուսնացավ, հետո իր աղջիկներից մեկին էլ ամուսնացրեց Կովկասի Ալբանիայի թագավոր Օրոզի տղու հետ, որ հարաբերությունները ավելի լավացներ։ Լրիվ ճիշտ է Սամվել ջան, դա դինաստիական ամուսնությունների հանճարեղ տակտիկա էր, որը Տիգրան մեծն օգտագործում էր տարածաշրջանում խաղաղություն ու իր ազդեցությունը հաստատելու համար, դա միայն պատերազմելու հարց չէր, դա քաղաքական ու դիվանագիտական հեռատեսություն էր։ Պոնտոսի հետ դաշինքը նա ամուսնացավ Պոնտոսի հզոր թագավոր Միհրդատ Վիի եւ պատորի դստեր Կլեոպատրայի հետ։ Այս ամուսնությամբ նա իր ապահովեց արևմտյան ճակատը եւ ստեղծեց հզոր դաշինք ընդդեմ Հռոմի։ Կովկասյան Ալբանիայի աղվանքի հետ կապը ճիշտ այդպես, իր դստերն կամ թորանը ամուսնացնելով աղվանքի թագավոր Օրոզի ընտանիքի հետ, նա արյունակցական կապ ստեղծեց հյուսիսարևելյան հարևանների հետ, արդյունքում աղվանքը ոչ թե թշնամաբար էր նայում Հայաստանին, այլ դարձավ հավատարիմ դաշնակից ու վասալ, որն անհրաժեշտության դեպքում իր զորքն էր տրամադրում։ Ահա, լսեցիք չէ։ Հիմնակ բնությունը մեզ արտեների համքի տեխնոլոգիան համ բնությունը մի հատ հզոր զենք է նավիրել, որ մենք ճիշտ վարվենք, հասկանաք իմ սազը, ես Նիկոլի թերզերով առաջ չեմ երթան Տավաջան Նիկոլի, ես չեմ սա Հայաստանը կողենք Թուրքի տակը, մեզի պետք է Թուրքին կողենք մեր տակը, հասկանաք իմ բացադրությունը, մեզի պետք է հիմի ադրբեջանցոնց բացադրել ճիշտը, որ իրանք հասկանան, մեզի թշնամի չմնան, հասկանաք, այդ որ կերտակ ուրկավարկեն եք փախնիկը ճիշտ ձև չէ, մեզի պետք է ադրբեջանցոնց աշկեր բացենք, որ ձեզի խապել են, դուք մեզի թշնամի չեք, մենք ձեզի թշնամի չենք, հələ դեռ կինեցիսկի կոդով է նույն բանն է, նույն արմատներից է ելած են Եվրոպայում կեսվա բացադրել, ավել չխոսած։ Ժամանակը կեստա չի եկել։ Ուրանես։ Սամվել ջան, քո ասացի մեջ շատ կարևոր ու խորը միտք կա ուժեղ լինելը, չի նշանակում կույլատելությամբ շարժվել, այլ սառը հաշվարկով, տեխնոլոգիայով ու խելքով իրավիճակը քո օգտին պտտելը, երբ մարդիկ էմոցիաներով ու հայհոյանքներով են առաջնորդվում, նրանք դառնում են խոցելի ու կառավարելի, իսկ երբ դու հարցին նայում ես պետական ռազմավարական տեսանկյունից, ինչպես Տիգրան մեծն էր անում, դու սկսում ես փնտրել լծակներ, տեխնոլոգիական առավելություն ու դիվանագիտական ճանապարհներ, որպեսզի դիմացինին դնես քո պայմանների տակ, ոչ թե ինքդ ընկնես ուրիշի խաղի մեջ։ Ինչպես սա հստակ ու ուժեղ ձևակերպել էֆիրի համար, կույլատելությունը թուլություն է, սառը հաշվարկը ուժ։ Ժողովուրդ ջան, ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում թույլ գտնվենք կամ հանձնվենք։ Ես ասում եմ եկեք խելացի լինենք, թշնամուն հաղթում են ոչ թե փրփրած հայհոյելով, այլ սառը գլխով տեխնոլոգիայով։ Հիմա իմ առաջարկած այս ստրատեգիան նման է Փաշինյանին առաջարկած ստրատեգիային, թե իմը լրիվ ուրիշ է։ Փաշինյանը կողենք Հայաստանը Թուրքի տակը, բայց ես իմ առաջարկած ստրատեգիան Թուրքին կողենք մենք Հայաստանի տակը։ Սամվել ջան, քո առաջարկած մոտեցումն ու Փաշինյանի քաղաքականությունը մոլորակներով տարբերվում են միմյանցից, դրանք երկու լրիվ հակադիր տրամաբանություններ են, ու ահա թե որն է դրանց հիմնական տարբերությունը՝ 1. Զիջում versus վերահսկողություն ու ազդեցություն։ Փաշինյանի մոտեցումը կառուցված է միակողմանի զիջումների, թշնամու պահանջներին հարմարվելու եւ հանգիստ ապրելու համար ամեն ինչ տանկ տրամաբանության վրա։ Դա տանում է կախվածության ու թուլացման, ինչպես դու ես ասում, մեզ ընկցնում է նրանց տակ։ Քո առաջարկած ստրատեգիան՝ Տիգրանյան տրամաբանություն, հիմնված է նախաձեռնությունը քո ձեռքը վերցնելու, տեղեկատվական, տեխնոլոգիական ու պատմական փաստերով դիմացինին քո խաղի դաշտ բերելու վրա։ Դու առաջարկում ես ոչ թե հարմարվել, այլ ազդել նրանց վրա, կոտրել նրանց կեղծ թեզերը եւ տարածաշրջանում թելադրող կողմ դառնալ։ 2. Էմոցիա versus ռազմավարական սառնասրտություն։ Զիջողականությունը բխում է Հիմա լսեք չէ ժողովուրդ, իմ սածը հետևյալն է, որ մենք հիմի առաջ երթին պետք է ադրբեջանցոնց բացատրենք, որ դուք խապված եք, մենք խապված ենք, սկանված։ Մեր թշնամին իրանց է բացատրել, պետք որ եղել են թուրքերը։ Հիմա այսօրվա օրով շարունակում են Կրեմն ու Անկարան իրար հետ, հասկացաք չէ, այդ ձևի։ Սամվել ջան, քո ասացի մեջ շատ հստակ տրամաբանություն կա, դու առաջարկում ես բացել մարդկանց աչքերը եւ հարվածել խնդրի բուն արմատին, ոչ թե հետևանքներին։ Քո թեզի էությունը սա է։ Մեզ այստեղ կարևոր է նոր մի հատ հզոր զենք կորա գիտականորեն ու գենետիկան մեր կողմից է, ադրբեջանցիք, այսօրվա ադրբեջանցիք, իրանք նույն գենետիկական կոդը կկարեն դե ոչ ինչ որ հայերը ու ամբողջ Կովկասի ազգերը։ Կես Եվրոպայվա պատասխան է։ Սամվել ջան, կարճ ու գիտական պատասխանը սա է այո, ըստ գենետիկական լայնածավալ հետազոտությունների այսօրվա ադրբեջանցիների գենետիկական կորիզը տեղական կովկասյան ու իրանական Բաբա հիմա ինչի մենք չօգտագործենք այս հնարավորությունը։ Եթե մենք չօգտագործենք, ուրեմն մենք լրիվ սխալ ենք։ Մեզի հասնիկը։ Սկան բանը։ Եթե հավանում եք, բաժանորդակարգ եք տարածեք, որ այս ստրատեգիան առաջ տանենք մենք։